Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը, քո բարի հոգին թող առաջնորդի ինձ դեպի ուղիղ երկիր։ Սաղմոս 143, 10-րդ խոսքն է սա։ Մեր Աստծո սուրբ խաղաղությունը բոլորիս, բոլոր հայերին, աշխարհասփյուռ, Աստված օրհնի բոլորիս տները, օջախները և մեր սերունդները թող մեզանով օրհնված լինեն, մեր հնազանդության, մեր խոնարհության պատճառով թող մեր սերունդները օրհնված լինեն։ Ամեն, ամեն, ամեն։ Սաղմոսները հիմնականում այսպիսի աղոթքներ են։ Ես շատ եմ սիրում սաղմոսները կարդալ և հենց սկզբից, երբ որ ես ունեցա Աստվածաշունչ, իմ ամենասիրած բաժիններից մեկն է Սաղմոսների գիրքը։ Ես հաճախ բարձրաձայն կարդում եմ սաղմոսները և մի տեսակ իմ մեջ այսպիսի հավատք կա, որ երբ որ բարձրաձայն կարդում եմ, իմ բնակարանը լցվում է Աստծո հրեշտակների ներկայությամբ և իրականում շատ ու շատ մարդիկ, երբ որ գալիս են իմ տուն, հաճախ են վկայում, որ իմ տանը մի տեսակ խաղաղություն կա։ Շատ հաճելի է լսել այսպիսի բառեր։ Սիրելիներ, իրականում Աստծո խոսքը այնպես նրբորեն է վիրահատում մեր ներսը, վերափոխում, ձևափոխում մեր ներսի մարդուն ու ադամական մարդը օրըստօրե հեռանում է մեզանից, ջնջվում է մեր ներսից և մեր ներսում Աստված կերտում է իր թագավորությունը։ Եվ ինչպես այս խոսքում է գրված, թող Տիրոջ բարի հոգին առաջնորդի ամեն մեկիս դեպի ուղիղ երկիր։ Ամեն։